Նավթի արքա անունը ստացած Մանթաշյանցը իր ժամանակներում ապրած ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ Բավական է միայն նշել, որ 20-րդ դարասկզբին հենց նա էր արդյունահանում Բաքվի նավթի կեսից ավելի։ Նրա առևտրային տներն ու դրանց մասնաճյուղերը ընդարձակվելով ներառում էին ամենատարբեր երկրներ ու քաղաքներ՝ Մադրիդից ու Վարշավայից մինչև Կալկաթա ու Պաղեստին։ Նավթային բումի հեղինակը հենց որդին է, կարողացավ ի սկզբանե ունենալ հսկայական կապիտալ, դա 1899 թվի դրությամբ 22 միլիոն ռուբլի էր, ահռելի գումար այն ժամանակվա համար, որով ինքը դառնում էր ամենահարուստ մարդկանցից մեկը ռուսական կայսրությունում։ Ալեքսանդր Մանթաշյանցը կմնա հայոց պատմության մեջ որպես խոշոր հաջողակ գործարար, որը իր միջոցները, իր եկամուտները ծառայեցրել է ազգային կյանքին։ Միացեք մեր էջին, իմացեք ավելին մեր պատմության մասին։